չաչարվեցիք, ընտրեցիք, համ գործմաններ, համ հողնաններ, համ տոննաններ։ Նախընտրական քարոզարշավից առաջ ընթացքում ու ընտրության օրը հակակոռուպցիոն կոմիտեն ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ենթադրյալ ընտրակաշարք տալու մասին մի քանի տասնյակ գաղտնալսումներ հրապարակեց։ Տպավորություն էր, բացի իշխանությունից կոմիտեն գաղտնալսում է բոլորին ու թիրախավորում է ընդդիմադիրներին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսքով նրանք ֆիզիկապես բոլորին գաղտնալսելու հնարավորություն չունեն եւ իր ղեկավարած կառույցին ուղղված քննադատությունը իրականությանը չի համապատասխանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի օպերատիվ ստորաբաժանումներ եւ այդ օպերատիվ ստորաբաժանումներում աշխատում են օպերատիվ աշխատակիցներ, ովքեր հանրապետության տարբեր շրջաններից ստանում են օպերատիվ տվյալներ ենթադրյալ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Այդ հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, մենք չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում։ Գաղտնալսումների հիմամբ 115 վարույթ է նախաձեռնվել ու հարյուրավոր անձինք հարցաքննվել են, 14 քրեական վարույթ ավարտվել է, գործերը դատարանում են։ Արթուր Նահապետյանը հայտնեց, հարցաքննվածներից ոչ մեկը չի ասել, որ ձայնագրությունում ինքը չէ ու չի պահանջել փորձաքննություն։ Կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև ձայնագրությունները մոնտաժելու եւ կոնտեքստից կտրելու մեղադրանքին։ Ձայնագրություն չկա, որևէ հրապարակված ձայնագրության որևէ կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի, այսինքն հրապարակվել են ձայնագրությունների այն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն տվյալները պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին եւ խոսակցությունը վերաբերվել է կոնկրետ ընտրակաշարքին։ Հակակոռուպցիոն կոմիտեն իշխանության ներկայացուցիչներին գաղտնալսել է, թե ոչ, հարցնում են լրագրողները։ Պարզվում է, կոմիտեն ԿՊԱ-ականներին գաղտնալսելու համար որևէ օպերատիվ տվյալ չի ստացել։ Լրագրողները հետաքրքրվում են, ինչու ընդդիմադիրներից մեկի նկատմամբ հեռուստացույցի խոստման համար վարույթ նախաձեռնվում է, իսկ Տիգրան Ավինյանի քաղաքացուն ֆոտոխցիկ նվիրելու դեպքով ոչ։ Մենք դիտարկում ենք, որ այդ գործառույթները կամ այդ նվիրատվությունը, որը իրականացվել է, դա իրականացվել է ոչ թե որպես կուսակցության անդամ, ոչ թե որպես քաղաքական ուժի անդամ, այլ որպես պաշտոնյա, ով օրենքով սահմանված կարգով համապատասխան լիազորությունների շրջանակում ունի որոշակի գործառույթներ։ Օրենքով բարեգործական հիմնադրամի մասով հստակ արգելքներ կան, եթե քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, ապա բարեգործությամբ զբաղվելու իրավունք չունի։ Նախընտրական շրջանում կենսաթոշակի բարձրացումը կաշառք է, թե ոչ, հատկապես որ 2026-ի բյուջեով նախատեսված չի եղել, հետաքրքրվում են լրագրողները։ Ընտրակաշառքը, որպես այդպիսին, որպես քերաիրավական տերմին, դա այն է, երբ որ ընտրողին կոնկրետ գումար են տալիս պայմանով, որ ինքը գնա ընտրության ու քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Հիմա եթե թոշակների համատարած բարձրացում է լինում, այդ դեպքում պայմանը որտեղ է, որ քաղաքացին պետք է գնա ընտրության ու քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Այսինքն նման պայման, եթե դուք ունեք հիմնավորած կամ ունեք տվյալ, ներկայացրեք այդ տվյալը։ Ազգային ժողովի ընտրությունից 2 օր անց ԿՊ-ն քննարկել է նոր սահմանադրության տեքստը հրապարակելու հարցը։ Արդարադատության նախարարի խոսքով նախագծի տեքստը դեռ պատրաստ չէ հրապարակման։ Տեքստն ամբողջացնելու համար սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սպասում է որոշ գործընկերների կարծիքին, որը ըստ արդարադատության նախարարի կստանան 1-2 շաբաթում։ Ընտրությունից հետո, երբ պարզվել է, որ ԿՊ-ն խորհրդանում չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, ամենաշատ քննարկվող հարցերից է, թե 61 մանդատով իշխանությունը ինչպես է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու։ Պրոցեսը սկսենք եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կգնանք։ Իրականում 2/3 պահանջը այս պահին սահմանված է սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի։ Սա ուղղակի ասեմ ու փակենք այսօրվա քննարկումը, մյուս հարցերը թողնելով ապագային։ Իշխանությունը անցած տարի ու տարեսկզբին խոստացել էր մարտին հրապարակել սահմանադրության տեքստը, բայց տարբեր պատճառաբանություններով հետաձգեց։ Ինչու մինչև ընտրությունը չհրապարակվեց հարցինի պատասխան նախարարն ասում է. որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։